Առաջին թուղթար Գորընթացիս 10-րդ գլուխ։ Եթե մարդոց ու հրեշտակներուն լեզուները խոսին, և սեր չունենամ, ես ցայն դվող բղինցի պես եղա, կամ հնչող ծծղաներու պես, և եթե մարգարեություն ունենամ ու հասկնամ ամեն խորհուրդները ու ամեն գիտությունը, և եթե ունենամ ամեն հավատքը մինչև լեռները դեղափոխելու ու սեր չունենամ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ բոլոր ստացվածքս աղքատներուն գերցնեմ ու իմ մարմինս այրվելու դամ և սեր չունենամ, օգուտ մը չեմ ունենար։ Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձիր, սերը չի քորոզանար, չի հպարտանար, անվայել վարմունք չունենար։ Սերը իրենը չի փնտրեր, փարգության չի քրքրվիր, չարություն չի խորիր, անիրավության վրա չի խնդար, հաբա ճշմարտության խնդագից կլա։ Ամեն բանի կզիջանի, ամեն բանի կհավատա, ամեն բանի կհուսա, ամեն բանի կհամբերե։ Սերը բնավ չիներ, բայց եթե մարգարեությունները լամ պիտի խափանին, եթե լեզուներ պիտի դադարին, եթե գիտություն պիտի խափանվի, վասզի շատենքի չգիտենք ու շատենքի չկմարգարեանանք, բայց երբ կատարյալը կա, այն ադեն շատենքի չպիտի խափանվի։ Երբ տղա էի, տղայի պես կխոսեի, տղայի պես կխորեի, տղայի պես համարում ունեի, բայց երբ այր եղա, տղայության բաները մեկթից ցկեցի։ Քանզի հիմա մենք որպես թե հայելի մեջ կտեսնենք անհայտ կերպով, բայց այն ադեն երես առ երես։ Հիմա շատեն քիչ մտեղյակ եմ, բայց այն ադեն այնպես պիտի ճանչնամ, ինչպես ճանչվեցա, ուստի հիմա կմնա հավատք, հույս, սեր, այս երեքը ու ասոնց մեծակույնը սերն է։